Ոչ մի բան, հորքուր մենք ուղակի Անգելինան Աննայի աղջիկն է։ Ինչ ես խոսում, ով տենց բան ասեց։ Դուք էիք հենց նոր խոսում։ Սխալ ես լսել։ Ես ոչ մի բան սխալ չեմ լսել։ սխալ ես լսել։ Տականքներ։ Ինչ կարգի ստոր եք երկուսդ էլ։ Ինչի Աննա, ինչ եք ասել։ Ինչ հիմարություններ ես խոսում դու։ Հիմարը դուք եք, երկուսդ։ Ու ոնց եք գիշերները հանգիստ քնել, հա։ Ոնց եք են երեխու աչքերի մեջ նայել։ Նենց, ոնց որ ինքն էր իմ աչքերի մեջ նայում սոսի հետ համբուրվելուց հետո։ Ձենդ կտրի լկտի մեկը։ Չեմ ուզում ձենդ լսեմ։ Ամենավերջին ստոր տականքներն եք, երկուսդ էլ։ Անետ։ Սոս, չեմ ուզում ձենդ լսեմ։ Դուք ես ինչ կարգի տականքներ եք։ Դուք մարդ կոչվելու իրավունք ունեք, հա։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, եթե բերանդ բաց ես պահել, ու Աննային ինչ որ բան ես ասել, չասա թե քեզ ինչ կանեմ։ Մի հատ հանգստացի, ինչ ես անում դու։ Մարդ թշնամու երեխուն է պաշտպանում։ Մարդ թշնամու երեխուն է գտնում տանում տալիս մորը։ Դուք ես ինչ եք արել այդ գազաններ։ Փոշմանելու ես արածիդ համար հորքուր։ Չքվի աչքիցս։ Չքվի։ Անցի սենյակդ Լիլիթ։ Չենք ասել, որովհետև պատճառներ ա եղել։ Չփորձես հիմար պատճառներ հորինես։ Հել բան չունեմ ասելու քեզ։ Զզվում եմ ձեզնից։ Ինչի՞ չեք օգտվում Աննա Բագրատովին։ Կօգտվեմ բալես։ Մի անհանգստացի, թունավորած չի։ Ինչ։ Լավ, քանի որ սեղանի շուրջ մարդիկ կան, որ իմ հումորը չեն հասկանում, մեղմ ասած, ես եկեք ավելի լուրջ բաներից խոսեմ։ Անգելինայի գալով այս տունը նոր շունչ ստացավ։ Երբ մարդը դրական էներգիայով մտնում է մի տեղ, փոխվում է ամբողջ մթնոլորտը։ Ես շատ ուրախ եմ, որ քո նման լույս է հայտնվել մեր տանը։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ու իրականում չէի պատկերացնում, որ այսքան հեշտ կադապտացվեմ ձեր տանը։ Ձեր չէ, մեր։ Սա նաև արդեն քո տունն էլ է։ Դու այս տան լիիրավ անդամ ես։ Մի խոսքով ես շատ ուրախ եմ, որ իմ տղայի կողակիցը, զրուցակիցը, ինչու՞ չէ, նաև հանցակիցը, արի լավ ռեփ կարամ ես երգեմ, խիչի երգեցի ես ռեփ։ Հենց դու ես, ապրես։ Հանցակիցի պահը դուրս եկավ։ Պետրով է։ Հեչ անցանք։ Ինչ։ Անետն իմացավ, որ Անգելինան Աննայի աղջիկն է։ Հեսա Աննային ասելու է ամեն ինչ։ Ինչ եղավ։ Հեչ, հարցում էին անում։
Մոռացանք ձեզ պատմենք, որ Յանան ու Կարոն ամուսնացել են։ Էդ երբ հասցրին։ Դե հա ինձ ու անգելին տեսան հավեսի ընկան մամ ջան։ Հորքուրն ամ հատ խոսեմ կամ։ Մի րոպե։ Նստացանք։ Անհարմար է հիմա դուրս գաս սեղանից։ Կարող է կարևոր բան ասում։ Դժվար կարևոր բան ասի։ Կլինի հանգիստ նստես։ Հետո կխոսես։ Իսկ ինչ կլինի, որ խոսեմ կամ հետո էլի նստեմ։ Բոլորս մեզ վատ կզգանք, որ թողես գնաս։ Դե վերցրու հեռախոսայաննա։ Պատասխանի այ աղջի։ Թարսա գիտես։ Հազիվ հանգիստ նստացենք։ Պարտադիր չի սեղանից գնալ ու զանգերի պատասխանել։ Հեռախոսս դուրս տեղ։ Ես քեզ չզգուշացրի, որ չզանգես։ Քեզ ասում եմ հեռախոսս հետ դուր։ Լուրջ եմ ասում, չկատաղեցնես ինձ անետ, թե չգիտես ինչ էր կանեմ։ Էդ դու չգիտես, թե ես ինչ կանեմ։ Դրա համար ես սենց խոսում։ Երդվում եմ հեռախոսը, թե հենց հիմա գետնի կշպրտեմ ու կջարդեմ։ Ինչ ողորմելի ես։ Վախացրիր հեռախոսով։ Կոտրի։ Թե քեզ թվում է հեռախոսը միակ տարբերակն է, որ կարամաննային ասել։ Հիմա չասեմ, հետո եմ ասելու։ Իմանաս։ Դեր փորձի։ Կտեսնես ոնց կփորձեմ։ Հիմարի մեկը։ Ասա։ Տանն ես։ Հա, Շատ կարևոր բան ունեմ հետդ խոսելու։ լսում եմ։ Չէ, խնդրում եմ, սպասի ինձ, ես գալիս եմ։ Ավելի լավ է ինձնից իմանաս, քան ուրիշից։ Սուրճ կուզեք հիմա։ Բնականաբար Ես քեզ կօգնեմ, բան։ Նստի տեղդ։ Չօգնեմ երեխան։ Չէ, օգնելու բան չկա, թողես երեխան իր տան մեջ ինքնուրույն շարժվի, մի խանգարի։ Խանգարելու բան չկա։ Ավելի լավ է թող գնա տեսնի իր խոհանոցում, որը որտեղ է դրած, ոնց է ուզում դասավորի։ Աննան այդ ամեն ինչը արել է։ Հիմա արդեն հանգստանալու ժամանակն է։ Որոշել ես ինչ ես հագնելու, ինչ հարթուկ եմ։ մի բան հարթուկ է էլի, հենց չեմ որոշել։ Մինչև ես տենամ եմ ձենխի էլ տալ։ Լավ։ Պապ, Համբալես, փոխվենք դուրս գանք։ ոնց կասես։ Իսկ կարող եմ մի բան ուտես նոր գնանք, որովհետև գրիլյանում ոչ մի բան չկերար։ Չէ, չեմ ուզում։ Իսկ կարող է թեյ խմես կամ սուրճ։ Հանգիստ պատրաստվի, կարիք չկա ոչ մի բանի։ Հերի, ինչի են բոլորը սենց լարված։ Բան չկա նորմալ։ Կարող է պապին թեյ տանեմ։ Պապ, դուրս գանք,
Չէ, Արի դուրս գանք երկու բառ խոսանք։ ասեցի չէ։ Այսօր Արամի ու Մերի երեխու գենդար փարթին է։ Ես ու Հենրի երևի գնանք։ Ընտիր։ Հա, բաբա։ Աղջիկ ջան, հորքորդ մեռավ քեզ զանգելով։ Հա, գիտեմ, ուղղակի տեղս հարմար չէր։ Լսի, ասում էր դու երեխու համար տակդիր կբերես, թե ինքը գնա առնի։ Չէ, թող չառնի, ես կբերեմ։ Լավ։ Դրա համար էր զանգում։ Հա, բա էլ ինչի։ Հա, ուղղակի հարցրի։ Լավ, դե կապի մեջ։ Ինչ էր ասում աներ հայրիկը։ Ասում էր հորքորը հարցնում է ինքը տակդիր առնի երեխու համար, թե ես կտանեմ։ Ասում եմ կարող է երաժշտություն միացնենք, մի քիչ մթնոլորտ աշխուլացնենք, հա։ Ես դեմ չեմ։ Ափսոս հերս հիվանդ է, թե չէ գենդեր պարտին չգիտեմ, բայց մի հատ շատ գժական իվենթ կարել էր կազմակերպել։ Դուրս գանք են։ Սուրճը պատրաստ է։ Ափսոս, տեսար, էլի ուշացանք։ Սպասի։ Բա որ ասում ես աղջիկերքդ երկու ֆրոնտով պատերազմ են տալիս։ Բա որ ասեմ ինչ կլինի։ Մի արդարացի։ Ես չեմ արդարանում, Անետ, իրականությունն եմ քեզ ասում։ Աննան պիտի իմանա։ Հենրին հաստատ գիտի չի ասում, Միքայելը գիտի չի ասում, Հենդոն գիտի չի ասում։ Այդ տղա, Աննան քո աղջիկն է։ Լսի, էմոցիաներին տրվելով չի, ստապ դատի։ Ասում ես ստապ դատել։ Ստապ եմ դատում։ Դու լավ էր Միքայելից գումար ես վերցրել ես թեմայով։ Դրա համար ձենդ կտրել վեր ես ընկել տեղդ։ Ինչ ես խոսում դու։ Ինչ որ լսում ես։ Այս տունը որտեղից ես առել ինչով։ Դա իմա, այ քեզ բան։ Ուրեմն բերանդ փակի ու արդարացումներ չփնտրես։ Են Հենրին նոր է ամուսնացել, ինչ ես ուզում այդ երեխու կյանքը փչացնես։ Հենրիի մասին ես մտածում, հա։ Հենրիի մասին մտածող էիք ամուսնանալուց առաջ ասեիք։ Չէ, դուք երկուսդ էլ ստոր եք, ստոր ու տականք, այն Միքայելն էր ձեզ հետ միասին։ Լավ, չափը ճանաչի, ամեն ինչ չի, որ պատքանդելով պիտի լուծվի։ Ժամանակ կա, ձև կա, վիճակ կա։ Ուղղակի ժամանակը անցել է։ Նա զգուշացնում եմ, Աննային բան չասես։ Դրա ժամանակը չի։ Ավելի ես դժբախտացնելու։ Գելերի բաժին ես տալու։ Էդ արդեն ես կորոշեմ։ Քեզ էդ անիմաստ է։ Դու որոշի։ Բան չասեցի։ Որոշի։ Սրանք ոնց կարելի իմ արունը լինեին։ Ոնց կարելի այսքան ստոր ու սրիկա լինել։ Պապ, կուզես խոսենք։ Մի տեսակ շատ անտրամադիր ես։ Զավինի հետ կապված է, ուրիշ բան չկա։ Հա, հասկանում եմ, շատ մեծ կորուստ է։ Ուղղակի գիտես տպավորությունա, որ էլի բան է եղել, մենակ այդ չի։ Չէ, ուրիշ բան չի եղել, հանգիստ եղել։ Արամն ուր է, գա փոխվի դուրս գանք։ Ինչ որ գործ էր անում մեքենայի վրա, բայց հեսա կանչեմ։ Արամ։
Հակուսն եմ գտել, ավտոյի դռները բաց է, Արամը չկա։ Անցի տուն դուրը փակի։ Պապ մի բան ասա, վախենում եմ։ Անցի տուն դուրը փակի։ Արամներ, Չէ, Արամը չկա։ ոնց չկա, ինչ ա եղել։ Չգիտեմ, հակուսն եմ գտել, ավտոյի դռները բաց էր ու չկա, պապան գնաց հետևից։ Արի գնանք։ Չէ, տեսնեմ ինչ ա լինում նոր։ Գնացինք Պապան ասում եմ։ ասեց մտնեմ տուն դուրը փակեմ, ուրեմն հաստատ մի բան եղել է։ Պատասխանի Էլիսոս։ Հեսա, Արամին տան մոտից առևանգել են։ Լավ տեսնես ովքեր են։ Դու հանգստացի, խնդրում եմ հիմա խորը շունչ քաշի, արտաշնչի։ Լավ, Արամին ինչի համար են առևանգել։ Երևի հայրը ժամանակին շատ խելոք ա իրան պահել դրա համար։ Խնդրում եմ դու հանգիստ եղի, ես հիմա ջուր կբերեմ։ Խմի ես ջուրը։ Ուր տարածք լինեն։ Սոս անպայման կգտնի գետնի տակ չեն անցնի, խմի։ Բայց չեք ուշանում, Ինչի՞ց։ քենդեր փարթիի չեք գնալու։ Ճիշտ է, մի հատ զանգեմ Մերին։ Իսկ դու չես պատրաստվում գնալ այդ հրաշք միջոցառմանը։ Չէ, ես չեմ գնում։ Ինչի՞։ Պապ։ Լսի, քրոջդ ընտանիքում համալրում ա լինելու։ Դու ասում ես չեմ գնալու։ Արես ինչ ընտանիք է։ Մերին չկա։ Հիմա չեմ կարող խոսամ, կզանգեմ էլի հետո։ Ինչ ա եղել։ Արամին են առևանգել տան դիմացից։ Հարամին։ Կզանգեմ էլի։ Ինչ ա եղել անգել։ Արամին առևանգել են Հենրի։ Այ քեզ հետաքրքիր զարգացումներ։ Ոնց, ով ա առևանգել։ Չգիտեմ, ոչ մի բան չասեց, շատ վատ վիճակում էր։ Լավ, ես ինչ իրականության մեջ ենք ապրում։ Մարդ գողանալը ո՞րն է։ Բայց այդ երեխան ինչ պիտի արած լիներ, որ մի հատ էլ առևանգեին։ Լսի, այդ երեխան ամուսնացած է։ Հեսա երեխա կունենա։ Ինչ իմանաս ինչեր արել։
Հերի արի գնանք տեսնենք ինչ ա եղել։ Պապ, մի վարքան աղալ։ Մանրամասն ասա տենամ ինչ ա եղել։ Ոնց։ Չի իմացար։ Արա բարձվում է Արամին են առևանգել։ Պապ, լուրջ եմ խոսում ես քո հետ։ Նենց լարված ես օդը տան մեջ կանգնել է։ Լսի անետն իմացել է, որ Անգելինան մորդ աղջիկն է։ Ցանկացած բայի կարող է զանգի ասի։ Բա ինչ չենք անելու։ Ինչ։ Եթե իմացա, որ տղայիս կորելու հարցում մատդ խառն է, ես քեզ ողջ կթաղեմ։ Սենց ես անում, որ ժամանակ շահես, չէ՞, ճիշտ եմ հասկացել։ Լսի գնա ողջ, Արամի հայրիկին թաղի։ Հասկացար, որ իմանա, որ տղու գլխին պետքա լինի, որ տենց բաներ տեղի չունենա իր կյանքում։ Ես ժամանակ շահելու պատճառներ չունեմ։ Լիլիթներ։ Հա։ Պապ, բայց իսկականից կարող եմ մի բան արել ես, որ ժամանակ շահես։ Իսկ կարող է հիմա դու ավելորդ բաներ ես խոսում։ Ավելի լավ է ներս գնա։ Ուղղակի եմ հարցնում։ Ուղղակի մի հարցրա։ Անգելինային չթողես, որ գնա իրանց տուն։ Կամ ավելի շուտ կողքը եղի, որ իրավիճակը վերահսկես, որովհետև ցանկացած բանի կարող է Լիլիթը զանգի ու էշշ բաներ դուրս տա։ Եթե հանկարծ խոսալու եղավ, իմ ներկայությունը ոչ մի բան չի փոխելու։ Փոխելու է։ Լավ, որ ամեն ինչ պարզվեց։ Ինչ ենք անելու։ Ինչ լուծում ենք տալու։ Լուծումը գտած է։ Դու ընդամենը վերահսկի։ Լավ։ Տեսնես ինչ ա եղել։ Չգիտեմ, բայց ձեր սոսի տուն գնալը կարող է կռվի առիթ դառնա։ Պատկերացնում եմ հիմա ինչ լարված են։ Էլ չեմ ասում իրանց վերաբերմունքը Հենրիի հանդեպ։ Բայց Մերին ոնց մենակ թողեմ։ Ամեն դեպքում ուշադիր եղի բալես։ Հենց գաս իրավիճակը լարվում է, ուղղակի Հենրիին վերցրա ու դուրս եկեք տնից։ Լավ։ Էսուր։ Արդեն ուզում եմ գնամ։ Երեխեն քնած է։ Սկուշ կգրկեմ չի արթնանա։ Կարտնանա նոր կգնաս։ Եվ վերջ։ Սրանն է։ Կարո ջան, Ահա ջան, ուզում եմ հասկանամ դու էլ փող չունեցողն էիր, հա? ցավը տանեմ գրիլյանում ամեն ինչ համով է, էժան ու հարմար։ Այդ հասկացա, այդ գիտեմ։ Բայց մեր հարսանիքի թեման նենց լավ տեղին փակեցիր։ Ուրեմն հարսանիքի փող չունես, բայց նենց դրսերում ամբողջ օրը ուտելու փող ունես։ Այդ ցավը տանեմ ինչ ես դժգոհում, լավ էլ հարսանիք էր։ Կոր հա չեմ բողոքում, լավ էր, բայց ես տենց չէի ուզում, չէ, ես ուզում էի մեծ, ճոխ, հարազատներով, բարեկամներով հարսանիք էի ուզում, ու դու այդ գիտեիր։ Նա ավելի, կթողես կերածս կուլ գնա։ Գիտես ինչ, սրանից հետո դու մենակ տանն ես հաց ուտելու կարո։ Ես տանը պատրաստում եմ ու շատ էլ լավ եմ պատրաստում եղավ։ Շնորհակալ եմ, լավ է, ես գրիլյանի չեմ դավաճանի։ Կարո տղա ինձ մի ներվայնացրու։ Այդ արդեն դու ես ինձ ներվայնացնում։ Սուս հացդ կեր։ Տեսնես ոնց ա Մերին։ Կհասնենք կիմանանք անգել։ Իրան այս վիճակում ընդհանրապես ստրեսը տեղին չի ու պետք չի։ Դե հա, հասկանում եմ։ Հերի դու էլ ես մտքերով ինչ ա եղել։ Դե տարամի բաղով եմ մտածում էլի։
Բայց կգտնվի, չէ, նորմալ կլինի։ Հա, հանգիստ տեղի կգտնան։ Միքայել, ինչ ա եղել, ինչի ես հետևից ես ման գալիս։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Ուղղակի հոտդ էի կարոտել։ Իսկ եթե ավելի լուրջ, Իրականություն կա։ վատ չէր լինի։ Ես որ իրականություն գամ, բոլորիդ համար շատ տխուր կլինի։ Թողեք վերևները սավառնեմ։ Մի բան ինչ ասեցի։ Աստորեն դուրը փակելով ես, հա, բայքարում Բագրատ։ Լավ, ես ոնց չասեմ Աննային։ Հասկանում եմ, որ մեծ պատերազմ եմ հրահարելու է, գազանները Աննային հոշոտելու են։ Բայց ոնց չասեմ։ Այ որ նորմալ հայեր լինեիր, աղջկա թիկունքին կանգնած լինեիր, սենց բան չէր լինի։ Աստված ջան, ես ինչ անեմ, հա, ոնց վարվեմ։ Ինչ անեմ, որ ճիշտ լինի։ Չէ, ես էլ չեմ կարա սպասեմ։ Էլ դիմանալու չի։ Ուրիշ տարբերակ չկա։ Նստել սպասելն էլ տարբերակ չի։ Ինչ ես առաջարկում, կարողա կա նենց բան, որ կարամ անեմ, բայց չեմ անում։ Հա, կա, ոստիկանություն զանգի։ Սոսի արձագանքին եմ սպասում։ Այսինքն կա նենց բան, որը ջրի երես դուրս կգա, դրա համար էլ ոստիկանություն չես զանգում։ Հա, կա։ Ու այդ հարցը պետքա սոսը լուծի։ Ու դրանից է կախված Արամի կյանքը։ Խնդրում եմ, Մերի, հիմա լարվածություն ես ավելացնում, մի արա։ Ես լարվածություն չեմ ավելացնում։ Ես իրականությունն եմ ասում։ Դու լավ գիտես, ես ամեն ինչ հանդուրժել եմ, բոլոր իրավիճակները տարել եմ։ Բայց ես չեմ կարա հանդուրժեմ այն, որ Արամի կյանքը վտանգված է։ Չեմ կարա։ Արև ձեզ։ Կարամ ներս գամ։ Ինչ-որ նորություն կա։ Չէ, չկա, բայց էլ չեմ դիմանա։ Հանգստացի, քեզ չի կարելի նեղվել։ Գիտեք ով կարա եղած լինի։ Հա, օրինակ պապատ, ինչ վատ տարբերակա, որ։ Երկար էիր մտածել։ Չէ, առաջինը պապատ մտքիս եկավ։ Շատ սխալ մտքեր ունես, մի քիչ կառավարի։ Դու էլ քեզ կառավարի, դու իմ տանն ես գտնվում։ Հասոս։ Արամին հեսա տուն են բերում։ Բարգաստու, գիտես ինչ անհանգիստ էինք, բայց ովքեր էին տարել, դու ուր ես հիմա։ Հիմա բան եմ ասում ու շատ ինձ լսի։ Կյանքումս հույսս քո վրա չեմ դրել, բայց ստիպված եմ։ Ոնց որ իմ համար ես կռիվ տվել ամբողջ կյանքումդ, այնց Արամիս երջանկության համար ես կռիվ տալիս, հասկացար։ Ուր ես հիմա։ Ինչ ա եղել։ Արամիս մենակ չթողնես։
Մամ ինչ ասեց պապան։ Մամ խոսա։ Մամ։ Դու հասկա։ Մամ ինչ ասեց։ Հերու գնացեք։ Գնացեք իմ տնից։ Գոնե հիմա ձեր ատելությունը մի կողմ դրեք։ Մամ խոսա։ Ինչ ասեց պապան։ Սոսս գնաց անվերադարձ։ Մամ չեմ հասկանում ինչ ես խոսում։ Կարակ ավելի հասկանալի խոսակ։ Սոսից հրաժեշտ տվեց։ Նման ձև խոսում են միայն մահվան առաջ գնացող մարդիկ։ Մամ, խնդրում եմ, խոսա, ասա ինչ ասե պապան, խնդրում եմ։ Ինչ անում, որ Արամին վերադարձնի։ Ասաց, որ Արամիս տեր կանգնեմ, որ թեվոտի կունք լինեմ տղայիս։ Այսինքն ինքը գնացել է, որ Արամիս փրկի, իրա կյանքը Արամի կյանքի դիմաց։ Երևի Արամս շուտով տուն կգա։ Անգել կարող է գնանք։ Իրենց վիճակում գնանք, ինչ ես խոսում։ Ես էլ եմ նայվում ստեղ կանգնելուց չգիտեմ ինչ անեմ։ Ջուր կուզեք։ Չեմ ուզում ոչ մի բան։ Ինչ ա եղել Բագրատ։ Քունդ չի տանում, ինչ ես անում, եկել ես իմ կողմից օրհնվես, նոր գնաս տուն։ Ես քո փոխարեն մեծ չէի խոսա, շախուց։ Մեր մեջ ասած, կանգնած ենք մեծ բնաճնջման առաջ։ Չես հավատա, բայց արդեն գլխի եմ ընկել։ Բայց մի ուղում, ոչ թե կանգնած ենք, այլ կանգնած եք։ Ռումբը պայթել է։ Անետը գիտի, ով Աննայի աղջիկը, ու ով ես դու, այնպես որ միշտ ապեր խաղես դուց թռնել։ Բա հիմա ինչ ես եկել։ Յա, ոնց թե, հին ընկերները չեն դավաճանում, թե դու դա չգիտես, այդ բարձր արժեքներից զուրկ ես։ Ինձ թվում է ես շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ քո արժե համակարգին հասնեմ։ Ինչ խոսք, բայց տեղեկացնեմ, որ անետին գաղտնիքը մեր ես չեմ բացահայտել։ Ուղղակի հիմա հավաքվի ու գնաս տեղից։ Կարող է հանգստացնող դեղեր ես խմել, Փեսա ջան։ Ասում եմ, Անետը ամեն ինչ գիտի։ Հասկանում ես։ Դեմը առնել չի լինում։ Ուզում է ամեն գնով Աննային ճիշտը հասցնի։ Բայց ինձ ինչ ես ուզում։ Ուզում եմ ասել, որ Անետին հազիվ եմ տանը զսպում։ Բոմբը տանը փակել եկել եմ։ Դե ամեն վարքյան կարող է պայթել։ Եթե գումար տաս, ես կանհետանամ քույրիկիս հետ։ Ասենք մի տակ երկիր Անետս ցուրտ չի սիրում։ Կգնանք, կտեղավորվենք, ես միշտ երազել եմ ծերությունս տակ երկրներում անցկացնեմ։ Ցավում եմ։ Բայց ձեր երազանքները չեմ կարող իրականացնել։ Բագրատ ջան։ Յա, տենց հա շախուց։ Ձեռնոց ես նետում։ Ինչ չես վախենում, որ ես Անետից առաջ անցնեմ ու Աննային ամեն ինչ պատմեմ։ Խնդրեմ։ Հաննա ջան, ես դու ես աղջիկս։ Ոնց որ տեսնում ես տեղ եմ, դու ինչի համար ես եկել։